Այն որ ասում է այստեղս է արդեն ասել, դա իմ կարծիքով բոլորը թեք նկատել, բայց ոչ բոլորն են կարողանում հասկանալ, ընկալել, որը իդեպ դա շատ իմ կարծիքով իրենց համար բարդ պրոցես է։ Դե դա գալիս է արդեն բնականաբար ինքնակրթությունից։ Այստեղ ասելու բանը չկա։ Արա, ծառայությունս վերականգնեք։ Այդ որ ասում եմ վերականգնեք, այդ իշխանությանն է չի վերաբերվում։ Պարոն գեներալ, քեզ է վերաբերվում, քո տեղակալներին է վերաբերվում, այն 3 գնդապետներին։ Նույն տվյալ Զորամասի այն 3 փոխգնդապետներին է վերաբերվում, այն 3 մայորներին է վերաբերվում, եւ մնացած են մանրամուններ պաշտոնյաներին էլի։ Այս լույս դուք մտածում եք Էդգարը ձեր համար Քոչարյան Ռոբերտն է, Ծառուկյան Գագիկը, Կարապետյան ինչերանն է, Սամվելը, Էլոկան, Սարգսյան Սերժիկը, ու չգիտեմ ովքեր էլի ինձ։ Լույս դուք մտածում եք Էդգարը այդ տիպի մարդ է, որ կարակ տենց պլստակ հանգիստ է։ Արագացրեք, վերականգնեք։ Եվ նաև սա վերաբերվում է մնացած են այլ ծառայություններին, ովքեր շատ լավ, շատ մանրակրկիտ տեղակ են հասկացրած, եւ նաև դատարաններին է վերաբերվում ու քննչական կոմիտե եւ դատախազ։ Սա էլ տեղակ են էլի, դրանք ինչ են արել, տարիներով կոչկել են էլի դրանց գործը։ Իրար այդ Լևիսից կայֆերի մեջ են եղել, դրա համար տենց պաշտպանում են էլի այդ շականներին։ Արագացեք, վերականգնեք գործը, թե չէ ամբողջ Հայաստանում մեկ, ոչ միայն Հայաստանում մեկ, այլ ծովից ծով խայտարակ է կրնելու։ Առանձին այ անգրագետներ մարդ չի մնացել ծառայող։ Ու դուք տականք չկարա դիտմամբ եք անում այս շնջոկում։ Վերականգնեք, արա հերիքա մանկական համառությունների մեջ մտնեք։ Ինչու եմ հանրային սա ասում, որտեղ դուք եք մեղավոր։ Եթե այս խնդիրը ժամանակին լուծվեր, կարող է Էդգարը ձեզ ասում էր գնացեք, չգիտեմ, այլ երկրի պաշտպան դառնեք։ Արա ընդամենը ասում են այդ երեխեքին մի բան սովորացրեք։ Երիքա գողություն անեք, այ ավազակ շնեք։ Իշխանությունը Հաուլձևի լավ բան ձեր համար մտածա որոշավել, բարձրացում է, չգիտեմ, ատեստավորում։ Արա մարդի շկարքի տականք պետք է լինի այդքան բանից հետո նորից գողությամբ զբաղվի արա։ Արա դուք ով եք։ Դուք մարդ կոչվելու ընդհանրապես իրավունք ունեք։ Ես պրոստը խախտում եմ, որ ձեր նման անգրագետներն ու թալանչիները միջև հիմա բանակում կան։ Եթե սրանցով չզբաղվեք, ծառայությունից չվերականգնեք, ուրեմն ամենից սուտ է։ Սա մի մաֆիա է, ուրեմն բոլորը։ Ու ժողովուրդը ձեզ ասելու բա իրավունք է որ գա էլի։ Արագացեք, վերականգնեք ծառայությունին, բերանս անիմաց բացել մի տվեք, էլի հայ խայտարակություններ։ Գագիկ Ծառուկյանի փեսան ձերբակալվեց։ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ներխուժեցին Արգամ Աբրահամյանի առանձնատուն եւ ձերբակալեցին նրան։ Հատուկ ջոկատայիններից մեկը ծունկը դրեց Արգամ Աբրահամյանի գլխին եւ մյուսը ձեռնաշղթաները հագցրեց Արգամ Աբրահամյանի ձեռքերին։ Մեկ ամիս առաջ հուլիսի 6-ին նույն կերպ, գրեթե նույն կերպ ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը ձերբակալեց Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի քննիչ, երբ որ դուք որոշում էիք կայացնում ձերբակալել Գագիկ Ծառուկյանի փեսային Հովիկ Աբրահամյանի որդուն, ինչն էր ձեզ խանգարում հրավիրել հարցաքննության, ներկայացնել կասկածանքը, մեղադրանքը եւ ձերբակալել։ Ինչն էր ձեզ խանգարում։ Ինչ հիմքով եք պատվիրել հատուկ ջոկատ, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատ։ Անդրանիկ Սիմոնյան, հարգելի Անդրանիկ Սիմոնյան, դուք սպա եք, երբ որ դուք երթում եք տվել ծառայել, դուք այդ երթումը չեք փոխել։ Ինձ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյան, դուք Անդրանիկ Սիմոնյանին գեներալի կոչում տվել եք, թե մինչ հիմա Անդրանիկ Սիմոնյանը գնդապետ է։
Նիկոլ Փաշինյան, Անդրանիկ Սիմոնյանը քանի հոգի պետք է պարկեցնի գետնին, որ նրան գեներալի կոչում շնորհեք։ Արմեն Աբազյանը հրաժարվեց Սամվել Կարապետյանին կոպիտ ձերբակալել։ Եվ դուք ինչ ասացիք։ Ասացիք Արմեն Աբազյանը ըստ երևույթին հոգնել է, այս համատեքստում բառացի չեմ հիշում, եւ պետք է հանգստանա, նա երևի հանգստի կարիք ունի Արմեն Աբազյանը, եւ նշանակեցիք ազգային անվտանգության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Անդրանիկ Սիմոնյան, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը պետք է ծառայի ազգային անվտանգությանը ուղիղ սպառնալիքներին։ Եթե ինչ որ տեղ ահաբեկիչները մարդ են պատանդվերցրել կամ ինչ որ կարևորագույն ռազմավարական օբյեկտներ են ներխուժել կամ այլ վտանգներ սահմանին կամ որևէ այլ տեղ կամ ինչ որ հատուկ գործողություններ սպանության մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանին ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը ձերբակալում է։ Այդ մենք շատ ազատ պարապ հատուկ ջոկատայիններ ունենք, Անդրանիկ Սիմոնյան, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների հարազատներին ու բարեկամներին պետք է ձերբակալի անպայման ազգային անվտանգության հատուկ ջոկատը։ Ես չեմ հասկանում, ինչ ազգային անվտանգության հարց կար Գագիկ Ծառուկյանի փեսային ձերբակալելու մեջ։ Չեմ հասկանում, բացատրեք, ես ներողություն խնդրեմ։ Հարգելի քննիչ, հարգելի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյան, եթե չեմ սխալվում։ Ամենայն հարգանքով ձեր ծառայությանը։ Այդ հրապարակումը, այդ ներկայացումը, որ Արգամ Աբրահամյանը կազմակերպել է այդ մարդու սպանությունը եւ այլն, կնոջը կասկածելով հարաբերությունների մեջ այդ մարդու։ Դուք այդ մարդու, այդ սպանված մարդու դեմքը տեսաք, դուք տեսել եք Արգամ Աբրահամյանի կնոջը։ Ծիծաղելի չէ ձեզ համար, որ այդ երիտասարդ կինը կարող է որևէ կապ ունենալ այդ մարդու հետ, ամենայն հարգանքով այդ մարդուն, բայց կան չափանիշներ, չէ։ Խնամված երիտասարդ կինը, որը Գագիկ Ծառուկյանի աղջիկն է եւ Հովիկ Աբրահամյանի հարսն է, ծիծաղելի չէ, որ տարեց իրենից, չգիտեմ, 15-20-25 տարեկան տղամարդու հետ, այն էլ քրիստոնեական ինչ-որ համայնքի առաջնորդի հետ։ Սա ծիծաղելի է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանն է արձագանքել։ Այն պաշտպանը, որը լուռ էր, երբ Բագրատ Սրբազանի վրա գործ էին կարում, երբ մոնտաժված ձայնագրություններ էին հրապարակում, երբ ձերբակալում էին, դատում էին Միքայել Սրբազանին, լուռ էր մարդու իրավունքների պաշտպանը, եւ Սամվել Կարապետյանին մինչև հիմա պահում են կալանքի տակ, միայն նրա համար, որ Սամվել Կարապետյանը ասել է, մենք եկեղեցուն աջակցելու ենք մեր ձևով, այդ մարդու իրավունքների այդ պաշտպանը ամենայն հարգանքով անձին, այդ պաշտպանը Անահիտ Մանասյան, եթե չեմ սխալվում,
արձագանքել է եւ անթույլատրելի է համարել այսպիսի հայտարարությունները։ Լավ, ով է սրա պատասխանատուն, հարգելիներս։ Նիկոլ Փաշինյան, դուք հաղթել եք չակերտավոր, թե առանց չակերտների, նորից ստանձնել եք Հայաստանի կառավարումը։ Դուք օրինակ եք վերցնում Իլհամ Ալիևից, նա ձեզ հաղթել է, ցավոք սրտի մեզ հաղթել է եւ չունի հաղթողի կեցվածք։ Իրեն պահում է շատ էժան ձևով, դուք նույնպես նրանից եք օրինակ վերցնում։ Բավարար չէ, որ Գագիկ Ծառուկյանի քվեները շատ կասկածելի ձևով չեղարկվեցին, նրան շատ կասկածելի մեղադրանքով ձերբակալեցին, պարկեցին, հատակին, կալանավորեցին, շատ կասկածելի ձևով փակեցին նրա բոլոր բիզնեսները, հիմա էլ անցակ նրա ընտանիքի անդամներին, Նիկոլ Փաշինյան, ամոթ չէ Նիկոլ Փաշինյան, ես չեմ խոսում այդ սպանության կազմակերպման մեղադրանքների մասին, բայց ամեն ինչ պետք է լինի պատշաճ, օրենքին համապատասխան, օրենքին համահունչ։ Անդրանիկ Սիմոնյան, եթե ձեզ Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում է տվել եւ դուք լռում եք, ասեք գոնե մենք հասկանանք ինչի համար եք դուք կաշվից դուրս գալիս։ Քննչական կոմիտեի նախագահ։ Լավ, չափ ու սահման չունեք դուք ձեր գործառույթներում, մասնագիտական գործառույթներում։ Լավ, ինչ ասի Նիկոլ Փաշինյանը, ինչ հրահանգի պետք է կատարեք։ Հայկական ընտանիքի նկատմամբ հարգանք ձեր ծառայությունները ընդհանրապես չունեն, ամոթ է, ընկերներ, ամոթ է։